Սուրբ Այսիոս Աթոսացի հոգևոր պայքար հայոյիչ մտքեր Հայր, չեմ հասկացել, ո՞րն է հայոյական միտքը։ Երբ մեր մտքի մեջ գալիս են դգեղ պատկերներ Քրիստոսի, Աստվածածնի, սրբերի, որևէ աստվածային եւ սուրբ երևույթի կամ մեր խոստովանահոր մասին, դրանք հայոյական մտքեր են։ Այդ մտքերը մարդը նույնիսկ չպետք է բարձրացնի։ Նույնիսկ խոստովանահորը։ Եթե խոստովանահորը ասենք, հայհոյական խորհուրդներ են մտքովս անցնում Քրիստոսի, Սուրբ Հոգու, Աստվածածնի, սրբերի եւ խոստովանահոր մասին, բավական է։ Այդ հայհոյություններն ու մեղքերը բոլորը սատանայից են, մերը չեն։ Դրա համար հարկ չկա տխրել սատանայի մեղքերի համար։ Երբ նորընծավ անական էի, մի որոշ ժամանակ սատանան նույնիսկ եկեղեցում էր բերում հայհոյական մտքեր եւ շատ էի տխրում։ Երբ զինվորական էի, մարդկանց հայհոյություններից ինչ որ լսել էի, սատանան բերում էր մտքիս մեջ սրբերի մասին։ Խոստովանահայրս ինձ ասում էր. այդ մտքերը սատանայից են։ Այն բահից սկսած, երբ մարդը տխրում է սուրբ երևույթների մասին կեղտոտ մտքերի համար, դա ապացույցն է այն բանի, որ դրանք իրենը չեն, այլ դրսից են գալիս։ Ես նորից տխրում էի, գնացի Սուրբ Կարապետի մատուրը աղոթելու։ Երբ խոնարհվում էի, նրա սրբապատկերից անուշահոտություն բուրեց։ Երբ գրգին գալիս էին նման մտքեր, նորից էի մատուր գնում։ Սրբապատկերը նորից անուշահոտություն էր բուրում։ Մի օր Սուրբ Պատարագի Սուրբ Աստված աղոթքի ժամանակ ես էլ էի կամացուկ երգում Նիլևսի Սուրբ Աստվածը։ Այդ ժամանակ տեսա գավթի դռնից ներս մտնող մի մեծ, սարսափելի, շան գլխով գազանի։ Նրա բերանից ու աչքերից կրակ էր թափվում, պտտվում ու հայհոյիչ շարժումներ էր անում, իսկ ես Սուրբ Աստված շարականն էի երգում եւ շուրջս նայում, թե նրան մեկ ուրիշն էլ տեսնում է, սակայն ոչ ոք նրան չէր տեսնում։ Խոստովանահորս ասացի, որ այսպիսի բան է պատահել ինձ հետ։ Խոստովանահայրս ասաց. նրան ես տեսել, նա է։ Այժմ անկստացար։ Հայր, մարդը միշտ հասկանում է, որ տվյալ միտքը հայոյական խորհուրդ է։ Եթե Աստծուց տրված նրա ուղեղն աշխատում է, ապա հասկանում է։ Օրինակ, ոմանք ինձ ասում են. հայր, ինչպես է հնարավոր, որ դժոխք լինի։ Մենք տխրում ենք, երբ փանդում նստած մարդ ենք տեսնում։ Ինչքան առավել կտխրենք, եթե դժոխքում տեսնենք։ Սակայն սա հայհոյություն է Աստծո հանդեպ, որովհետև այդ կերպ իրենց ավելի արդար են համարում Աստծուց։ Աստված գիտի, թե ինչ է անում։ Մտաբերում եք այն դեպքը, որ հիշատակում է Սուրբ Գրիգոր Դիալոկոսը։ Մի անգամ Պուրտունատ եպիսկոպոսը, երբ դիվահարի միջից թև է հանում, այդ թևը շրջում է քաղաքում, որպես աղքատ մարդ, եւ վատաբանում է եպիսկոպոսին ու կոչում է. «Տաժանը ինձ վտարեց»։ Մի մարդ նրա ասում է. «Ինչու է քեզ վտարել, ինչպես է դա արել, իմ տուն եկ»։ Սատանան մտնում է այս մարդու տունը եւ մի քիչ հետո ասում. «Մրսում եմ, օջախի մեջ փայտ գցիր»։ Նա փայտը լցնում օջախի մեջ, կոճղերը դնում եւ կրակը դեժանում է։ Ի վերջո, լավ փոց բարձրանալուց հետո սատանան մտնում է այն մարդուն երեխայի մեջ։ Խեղճ երեխան դիվահարվում է, ցատկում կրակի մեջ եւ այրվում է։ Այդ ժամանակ մարդը հասկանում է, թե ում է վտարել եպիսկոպոսը եւ ում է ընդունել ինքը։ Մի բան գիտեր Պուրտունատ եպիսկոպոսը, որ վրընդում էր նրան։